Իդրամում Junius խաղի 4-րդ մրցույթի հաղթողներն են։ Ամենաշատ բյուրեղիկներ հավաքած երեխաները եկել են իրենց արժեքավոր մրցանակները ստանալու։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ եւ ուզում եմ, որ այն ստացած գիտելիքները, որ կուտակել եք Junius խաղի միջոցով, ձեր կյանքում ձեզ անպայման պետք կա։ Այստեղ շատերն արդեն բազմակի հաղթողներ են 3 կատեգորիաների առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած 9 մրցանակակիրներից մի քանիսը երկրորդ անգամ են լավագույն եռյակում, իսկ ոմանք նույնիսկ արդեն 3-րդ անգամ։ Սովորել եմ օպտիմալիզացնել ամեն ինչ իմ հավաքած միավորները ժամանակը ու ինձ համար տարբերակներ եմ գտել հաղթելու ավելի հեշտ։ Այս անգամ ֆինանսական հարցերին ավելի լավ էի կարողանում պատասխանել։ Յուրաքանչյուրս որ ավելանում էի, ուրախանում էի եւ փորձում էի ավելի շատ հավաքել։ Junius խաղալը ոնց ասած էնդորֆիններից բարձրանում է, շատ հավես է։ Գուտակում եմ միավորներ ու դրանց դիմաց ստանում եմ նվերներ։ Նախորդ անգամ էլ էի 3-րդ տեղում, այս անգամ էլ հարցերը հետաքրքիր են։ Հաղթելու համար կարևոր է ոչ միայն արագությունը, այլև գիտելիքը՝ խաղալ, սովորել ու հաղթել։ Այս սկզբունքով է կառուցված Junius խաղը, որտեղ դպրոցականները ֆինանսական գրագիտություն են ձեռք բերում մրցակցային միջավայրում։ Հաղթանակը նրանց համար միայն նվերը չէ, յուրաքանչյուր ճիշտ պատասխան նոր գիտելիք է, յուրաքանչյուր բյուրեղիկ եւս մեկ քայլ դեպի մրցանակ։ Junius խաղը ներդրվել է Իդրամ Junior հավելվածում շուրջ 2 տարի առաջ եւ մեր նպատակն էր ֆինանսապես կրթել երեխաներին հենց խաղային ֆորմատով, այսինքն իրենց սիրելի ֆորմատով եւ կարծես թե մենք կարողացել ենք ներգրավել բազմաթիվ երեխաների, որոնք ոչ միայն կրթվում են, այլ նաեւ դա անում են խաղի միջոցով։ Մրցույթները հայտարարում ենք որոշակի պարբերականությամբ եւ շուտով հուլիսի 6-ին հայտարարելու ենք նոր մրցույթ, որի շրջանակում կրկին 3-ից 8-րդ դասարանի աշակերտները հնարավորություն կունենան յուրաքանչյուրը իրենց կատեգորիայում մասնակցել եւ շահել տարբեր մրցանակներ։ Դա կարող է լինել iPad, պլանշետ, AirPods, Marshall նվագարկիչ կամ PlayStation եւ այլն։ Այդ բոլոր մրցանակները ներկայացված են հենց հավելվածում եւ երեխաները մինչեւ խաղը սկսելը կարող են ծանոթանալ բոլոր պայմաններին նաեւ։ Խաղալ կարող են բոլորը, սակայն մրցանակները կստանան միայն այն հաղթողները, որոնք տեսանելի են համակարգում, այսինքն Իդրամում ծնողի կողմից նույնականացվել են։ Այլապես նրանց արդյունքը անվավեր է ճանաչվում եւ հաղթող է ճանաչվում հաջորդ հորիզոնականը զբաղեցրած եւ նույնականացված երեխան։ Հազարավոր երեխաներ միայն Junius խաղալու համար չէ, որ ամեն օր բացում են Իդրամ Junior հավելվածը։ Դրա միջոցով նրանք կատարում են անկանխիկ վճարումներ, սովորում կառավարել գումարը անվտանգ կերպով ու ծնողի վերահսկողությամբ։ Ես ուզեցի օգտվեմ, որ կարողանամ հեռախոսով էլ վճարել ինչպես մեծերը։ Իմ սաղ ընկերները օգտվում էին ու ես էլ էի ուզում փորձեի։ Մաման տանը չի լինում, աշխատանքի է լինում ու գումար չի թողնում, եթե ինչ-որ բան այնց հարկավոր լինում, ինքը այդպես ավելի հարմար է փոխանցելը։ Արդեն 2 տարի է օգտվում եմ Junior հավելվածից եւ կատարում եմ տարբեր վճարումներ, որտեղ անդադ կանխիկը կորցնում էի։ Իսկ հեռախոսի վրա ավելի հեշտ է։ Ծնողներս վաղուց արդեն ունեն Իդրամ եւ շատ չեմ համոզել, մի փոքր համոզելուց հետո նրանք արդեն համաձայն էին եւ միանգամից նույնականացվեցի։ Վճարումներ եմ անում, կարողանում եմ լիցքավորել հեռախոսահամարս։ Իդրամ Junior-ը երեխաների համար ֆինանսական գրագիտությունը դարձնում է ոչ միայն օգտակար, այլև հետաքրքիր, օգնելով նրանց պատասխանատու կերպով կատարել առաջին քայլերը ֆինանսների մեծ աշխարհում։